Փոսերով հարուստ Արինբերդ փողոցն այսօր կրկին փակ էր։ Տարածքի բնակիչները ամեն օր այդ ճանապարհով անցնողներն ու տեղում աշխատողներն էին փակել փողոցը, պահանջելով քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպում եւ պարզաբանում, ինչու տարիներով քարուքանդ ճանապարհն այդպես էլ չի վերակառուցվում։ Ոչ մի անգամ չեն ներկայացել, նա չեն գալի ասեն, ես ինչ ա եղել, տղեկ ջան, ժողովուրդ ջան, ես ինչ ա եղել, ինչ եք ուզում մեզանից, ինչ են կարել, որ ճիշտ չեն կարել։ Ոչ մի անգամ չեն ներկայանում։ Ողի շատ վատ վիճակ է ճանապարհները։ Ամեն օր գնում ենք աշխատանքի, երեկոյան վերադառնում ենք, բոլոր մեքենաների վիճակը շատ վատ է, շատ վթարվում է, ջարդվում է, խոմ ենք ամեն ժամանակ չենք տալու գումար մեքենա սարքենք։ Ֆակտոր TV-ին թեմային անդրադարձել էր դեռ 2 ամիս առաջ, երբ քաղաքացիները դարձյալ բողոքի էին դուրս եկել։ Այդ ժամանակ քաղաքապետարանից վստահեցրել էին մրցույթ կհայտարարեն եւ փողոցը կվերականգնեն։ Այսօր պարզ դարձավ ապրիլի 39-ը մրցույթը հայտարարվել, բայց որևէ հայտ չի ներկայացվել։ Իրենց փողոցում տարիներով ասֆալտի երես չտեսած քաղաքացիներին այդ բացատրություններն այլևս չեն հուզում։ Նրանք ամեն օր ստիպված են անցնել խրամատ հիշեցնող փոսերով։ Ամեն օր sense գնում գալիս ենք ու իրոք հաճելի չի, որ այս վիճակն է։ Մանավանդ որ մեզանից հարկ են պահում եւ այլն։ Հələ տեխաս մոտորը մի օր ուշացնում ենք, պատմություն է սարքում։ Ես արդեն 28 տարի այստեղ աշխատում եմ Տամուժներում։ Այս փողոցը միշտ էլ sense ա եղել։ Ինչքան հիշում եմ, համարյա ռեմոնտ չեն արել։ Արդեն 28 տարի իմ աչքի դեմը ես տեսել եմ։ Հիմա չգիտեմ։ Հա բողոքում ենք, հա բան ենք անում, բայց ոչ մեկի heç պետք չի։ Ձեր աշխատանքը խաթարվում է այս փողոցների անմխիթար վիճակը։ Ո՞նց, շատ է խաթարվում։ Լրիվ էս լեղ կաբիկները, պուրեկը ինչքան գալիս են, որը ջարդում է, որը ես ինչ արնում։ Բոլորն էլ բողոքում են, վարորդները։ Դժվարանում են հիշել, թե վերջին անգամ երբ է ասֆալտապատվել այս փողոցը։ Վարորդներն Արինբերդով երթևեկում են ինչպես ականապատ տարածքով։ Յուրաքանչյուր մետրի վրա կարող ես վնասել մեքենատ կամ առնվազն նյարդերդ։ Ես տարին 15-ից 20 միլիոն հարկ եմ վճարում, լնեք ոնց եմ գալի գործից տեղը։ Արդեն 4-րդ տարին է։ Եվ ինչ են լուծում ձեզ։ Ըստ մեզ աշկերները փագել են եւ երևի չեն տենում։ Արելա մեզ մեղ չգալի։ Մեր երկրի դեմքն է։ Այս պարսիկը, այն վրացին, որ գալիս է, այս ինչ վիճակ է։ Տերմինալը, այ հենա տերմինալը։ Մտնում են դոկումենտները, փաստաթղթերը սարքում գնում են։ 4-րդ, 5-րդ տարին է, կգան մի հատ պստիկ քառակուսի ասֆալտ կանանք, թողանք էթան։ Ու ամեն տարի ասենք Տիգրան Ավինյանը անի, թե Սիրանը չի, Մասիսին է պատկանում, ում ասենք։ Էլի էիք դուք ակցիա արել են ժամանակ, ասել էին ժամանակավոր փոսալցում կանենք, արեցին։ Չէ, չեն արել։ Շարունակությունը ճակատագրի թեմա է, չեմ կարող ասել։ Վարորդները կատակում են, միայն արագաչափն է պակաս այս քարուքանդ փողոցում։ Տարածքում գործում է նաև մաքսազերծման կետեր, ու հենց այս հատվածով ամեն օր անցնում են տասնյակ բեռնատարներ։ Այստեղ աշխատողներն ու վարորդներն ամենաշատն են տուժում։ Նրանք կադրում չերևալու պայմանով բացատրում են, չքշել չեն կարող, բայց այսպես շարունակելն էլ անհնար է։ Ամիսը 4-5 անգամ մտնում ենք այս տերմինալ։ Ու ամեն մտնելուց ավտոները տենում եք ինչ ձև է ջարդվում, դաժե անիվս նենց է տարակ է, որ Իսկ եղել է, որ ստիպած այս ճանապարհների պատճառով չքշեք։ Դե ուրիշ տարբերակ չունենք։ Հայաստան մտնելուց դե բեռները ռաստամուշկա լինում։ Ամոթ է էլի, վարչապետը գլուխ էր գոմատ մեր բան անեմ։ Փող եմ հավաքում, որ ճանապարհ սարքեմ։ Են լավ ճանապարհները քերում են ասֆալտը, ծախում են, նորն են փռում։ Իսկ այսքան փող է ֆռում ստե, գումարներ, ահրելի, աշխարհի ֆուրերը գալիս են ստե։ Մտեր, ամենից տեղ է գալիս։ Քաղաքացիներն ասում են, պատասխանատու պաշտոնյաներն իրենց թանկարժեք մեքենաներով այս փողոցով չեն անցնում։ Եթե անցնեին, ստիպված կլինեին այս վիճակը լուծել։ Իրանց այն լավ ճանապարհները թողած գալիս են, ստե ինչ անեն այդ փողոցների մեջ, այդ փոշու մեջ։ Ստե մենք ենք ասում, որ 2 կոպեկ փող աշխատենք, նալոգ մուծենք։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն, երբ մրցույթում հաղթող լինի, բայց մինչ այս քարուքանդ փողոցով շարունակում են անցնել նաև համայնքապատկան ավտոբուսներ։ Ավագանու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն ընդգծում է, սա հրատապ լուծում պահանջող խնդիր է։ Մեկ անձից գնման հետ կապված իրանք այլ ոլորտերում են, որտեղ շահութաբեր է, այնտեղ են անում։ Հայո, կարծում եմ, սա հրատապ խնդիր է, մեկ անձից գնմանը չեմ կարող ասել, մեկ անձից գնում կարող էին անել, թե չէ,
Բայց այո, մասնակիցներն էլ մրցույթի երևի հիասթափվել են քաղաքային իշխանություններից, որովհետև վերահսկումը ճիշտ չի կայանում, աշխատանքներ մրցույթի մասնակիցներ կան, որ լավ չեն կատարում, կան, որ կատարում են լավ, բայց վերջում քաղաքային իշխանությունը փողերն է ուշացնում։ Շատ խնդիրներ կան, այսինքն դա կառավարման խնդիր է, որը ես ճիշտ չեմ տեսնում, չեն կարողանում լիարժեք կառավարումը իրականացնել Երևան քաղաքում, նաև 4-րդ գյուղում այսպիսի խնդիրներ կան, Տիչինայում նորից գրությունները գրել են, պատասխանել են, որ 3-րդ եռամսյակի վերջում 4-րդ գյուղ Տիչինայի ճանապարհը պետք է վերանորոգեն, այնտեղ ավելի մեծ խրամատներ են։ Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանն այսօր ակցիայի մասնակիցներին խոստացավ 2025 թվականի ընթացքում Մարինբերդ փողոցը կապիտալ կնորոգվի։ Մինչ այդ փոսերն իրենց տեղում են, ճանապարհը դժվար անցանելի։